Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, քիչ առաջ խոսում էինք այն մասին, որ շատերը պլանավորում են նոր գիտելիքներ ձեռք բերել ամռանը հանգստանալու փոխարեն, իսկ մենք ունենք հիանալի առաջարկ։ Մենք առաջին ալիքի Մեդիա Ակադեմիան, որովհետև հայտարարվել է ընդունելություն հեռուստատեսության տեխնիկական կառուցվածքը եւ աշխատանքը բաժնում։ Ավելի շատ հարցեր ունենք, չէ, ավելի հետաքրքիր հարցեր ունենք, որոնք պիտի ուղենք մեր հյուրին, որն էլ արդեն տաղավարում է շտապ ենք ներկայացնել նրան, առաջին ալիքի Մեդիա Ակադեմիայի տնօրեն եւ մեր գործընկեր Հրաչուհի Ութմազյանն է մեր տաղավարում, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք քեզ այստեղ տեսնել։ Բայց ինչքան ուրախ եմ ամեն անգամ գալ ձեր տաղավար։ Դե քեզ պիտի ավանդական հարցը արդեն տանք, ինչպես է սկսել առավոտը։ Մի քիչ խառն էր այս առավոտ, բայց լավ, վաղ եւ մի բաժակ սուրճով։ Հիանալի է։ Մենք կարոտել էինք ոչ միայն քեզ մեր տաղավարում, այլ նաև այս թեմաների մասին զրուցելով Մեդիա Ակադեմիայի նոր ընդունելության ավարտող խմբի, նախ խոսենք ավարտող մարդկանց, այն պատանիների, երիտասարդների, որոնք արդեն մեր գործընկերների ցուցակում են նաև, որովհետև համալրել են առաջին ալիքի մեծ ընտանիքը, ավարտեցին արխիվի մասնագետներ, ճիշտ եմ։ Տարին սկսեցինք արխիվի թվայնացում բաժնով, ինձ համար շատ թանկ եւ կարծում եմ, որ հատկապես հանրային հեռուստաընկերության համար, որտեղ պահվում է մեր գանձարանը, հա, արխիվի եւ դա եկող սերունդներին փոխանցելը նաև մեր մեծագույն պատասխանատվություններից մեկն է եւ շատ կարեւոր էր որպեսզի մենք կարողանանք մասնագետներ պատրաստել, ովքեր կկարողանան արդեն մեր իսկ տարիների պրոֆեսիոնալների կողքին հնարավորություն կունենան նրանք էլ աշխատելու եւ այո, ավարտեցին, իդեպ պիտի ասեմ, որ այս կուրսի հետ կապված մենք չէինք դրել տարիքային սահմանափակում եւ հասկացանք նաև հետո, որ սա բավականին ճիշտ որոշում էր, ունեցանք մոտ 250 հայտ եւ փուլային ընտրությունից հետո ընտրեցինք 8 ուսանող եւ նրանցից որոշները արդեն աշխատում են հանրային հեռուստաընկերությունում։ Ահա, իսկ ինչու հենց 8, այսինքն մրցակցությունը բավականին մեծ է։ Մրցակցությունը բավականին մեծ էր, փուլային ընտրություն կատարվեց, առաջադրանքներ էին տրվում, որովհետեւ իսկապես այստեղ էլ շատ կարեւոր էր որպեսզի ոչ թե բազային գիտելիք ունենային ուսանողները, այլ մենք բոլորս էլ գիտենք, չէ, որ այդ նկարագրություններն են գրվում յուրաքանչյուր նյութի, այսինքն պատմություն պիտի իմանաս, այսինքն շատ կրթված մարդ պիտի լինես, որպեսզի կարողանաս այդ ամենը հասկանալ, տեսնել եւ ամենակարևորը պրպտող։ Հեռուստատեսության տեխնիկական կառուցվածքը եւ աշխատանքը, այսպես է կոչվելու նոր բաժինը, ինչ են սովորելու այստեղ։ Դե անմիջապես մի կուրսը ավարտեց եւ սկսվեց նոր ընդունելություն, ինձ թվում է այն բոլոր մարդիկ, ովքեր որևէ կերպ առնչվում են հեռուստատեսության հետ, հստակ գիտեն, որ եթե չլինի տեխնիկական բաժինը, ամեն ինչ կանգնում է միանգամից, կադրի հակառակ կողմը, եւ այստեղ սովորելու են այն ինչ մենք էլ ենք այստեղ նաև երբեմն սովորում եւ շատ ուշադիր ենք այդ ամենին, տեխնիկական կառուցվածքը, տեխնոլոգիաները, տեխնիկական համակարգերը, այսինքն եւ տեսական եւ բնականաբար պրակտիկ գիտելիք է լինելու, մենք շատ ուշադիր ենք, որ տեսականը եւ պրակտիկը միքսված լինի եւ չլինի միայն, հա, այսպես տեսական սովորեցին, գնացին, չէ, այդ ամեն ինչը հենց ընթացքում սովորելը, տեսնելը, կիրառելը չգիտեմ, սկսած նրանից, թե ուղիղ եթերների ազդանշանը ինչպես են ստանում, ինչպես են մշակում, շարունակելով հետո թե ինչպես են սարքասրահները աշխատում, շարժական հեռուստակայանը, այնքան բան կարող եմ երկար ասել, բայց քանի որ ես այդքան մասնագիտացված չեմ։ Բայց այս դեպքում, քանի որ շատ են այդ օղակները, որտեղ պետք են մասնագետները ապագայում, քանի ուսանող ապագա կկարողանա անցնել այդ փուլը, եթե արխիվի դեպքում 8-ներ, այս դեպքում քանի ուսանող կարող է ընդունվել։ Մենք կարծում ենք, որ այդ թիվը դեռ կպահպանենք 8-ը, ոչ մի, խնդրում եմ, տողատակ չտեսնել այս պարագայում, եւ այստեղ շատ կարեւոր է, եթե եղել են կուրսեր, որոնց պարագայում բազային գիտելիքը կարևոր չէ, ապա այս կուրսի պարագայում բազային գիտելիքը պարտադիր է, որովհետև այլապես չեն կարողանա հասկանալ այն դասընթացը, որը իրենց համար մշակված է, իսկ մշակված է շատ խիտ եռամսյա դասընթաց, ինչպես արդեն նշեցի, եւ տեսական, եւ պրակտիկ։ Իսկ բազային գիտելիք ասելով հասկանում ենք ինժեներական կրթություն։ Ինժեներական կրթություն։ Դե այդ դեպքում նաև ասենք ինչ է անհրաժեշտ դիմելու համար, երբ կարող են դիմել եւ որքան ժամանակ ունեն։
Դեռ ունեն ժամանակ, հայտերը ընդունում ենք մինչև հուլիսի 6-ը, կարող են այցելել mectv.am, մեր կայք, Մեդիա Ակադեմիա բաժին եւ այնտեղ ամեն ինչ նշված է։ Իսկ արդեն ունենք հայտեր։ Այո, հայտեր ունենք, հետաքրքրությունը բավականին շատ է։ Իհարկե ես նաև նկատում եմ, որ հիմա այսպիսի մի տենդենց կա, որ կապ չունի թե ինչ մասնագիտություն է, կարևորը ընդունվեն Մեդիա Ակադեմիա, բայց ես վստահ եմ, որ յուրաքանչյուր ուսանող ի վերջո կգտնի իր բաժինը, հենց իրեն համապատասխան բաժինը եւ այս պարագայում սա ավելի մասնագիտական կուրս է։ Դա այդ դեպքում չեն կարող առիթը բաց թողնել եւ չհասնել թե ինչ նոր բաժիններ ես պլանավորում դու ստեղծել։ Չեմ ասելու, սպասի։ Ամեն անգամ ասում ես, որ չես ասի, չես ասի։ Հետո մեկ էլ անակնկալով գալիս եմ առավոտ լուսով։ Բայց վստահաբար, քանի որ հեռուստատեսությունն այնքան մեծ է, շատ բաժիններ դեռ կան, որոնք շատ բաժիններ կան եւ իհարկե մենք նաեւ շատ հետեւողական ենք, թե ինչպիսի մասնագետների կարիք ունենք ինքներս, որպեսզի եւ իրենք այստեղ կարողանան, ինչպես արդեն նշեցի, ամեն ինչ սովորել եւ հետո նաեւ կիրառել իրենց գիտելիքը եւ մեզ համար նաեւ շատ ուրախալի փաստ է, որ մեր շրջանավարտներից շատ-շատերը աշխատում են ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ շատ տարբեր այլ մեդիա հարթակներում։ Սա շատ կարևոր է, որովհետեւ երբ ստեղծվում են նաեւ այս դասընթացները նեղ մասնագիտացումներով, ոչ միայն մեր կարիքներն են, այլ նաեւ ամբողջ Հայաստանում գործող հեռուստաընկերությունների, YouTube-յան հարթակների ու ապագա մասնագետներ են ձևավորվում հենց այդ հարթակների համար, ինչպես է կապը պահում ուսանողների հետ եւ արդյոք օգնում է երբեմն աշխատանքի տեղավորման հարցում։ Տեսեք, մենք պահպանված ունենք այդ մասնագիտացված, այսպես ասեմ, կուրսային չաթերը եւ այդ կապը իրենց հետ կա մշտապես, այսինքն յուրաքանչյուր խումբ ունի իր այդ զրուցարան ենք ասում չաթին, չէ, հայերը զրուցարանները։ Եվ պարբերաբար, քանի որ մենք նաև ստորագրել ենք հուշագիր Եվրոպական հեռարձակողների միության ակադեմիայի հետ եւ պարբերաբար նաև ստանում ենք իրենցից շատ տարբեր վարպետաց դասեր on-line, մշտապես սա ուղարկում ենք բոլոր զրուցարաններում ըստ մասնագիտության իհարկե, նաև որովհետև մենք ունեցել ենք նաև լրագրողական խմբեր, հաղորդավարական, շատ տարբեր։ Եվ այսպիսով փորձում ենք, երբ ինչ-որ մի հետաքրքիր առաջարկ է լինում կամ նման վարպետաց դասեր են լինում կամ կարևոր հանդիպումներ, մենք միշտ այդ կապը այդ ձևով պահում ենք, իսկ նաև գիտեք, հետաքրքիր շատ այսպիսի առանձնահատկություն ունի Մեդիա Ակադեմիան, երբ ավարտում ես դու էլ կհասկանաս դա անկախ նրանից, որ աշխատում ես այստեղ եւ աշխատել ես մինչ այդ էլ շատ յուրահատուկ կապ է ձևավորվում եւ իրենք, ինչպես պարոն Մովսիսյանն է սիրում ասել, արդեն հանրայինցի են։ Անկախ նրանից կաշխատեն հանրային հեռուստաընկերությունում թե ոչ, բայց իրենք արդեն հանրայինցի են։ Այո, այս տարիների ընթացքում 250-ից ավել ուսանող է եղել սովորել այո ակադեմիայում եւ նրանցից մոտ 55-ն էլ արդեն աշխատում են այսօր հանրայինում։ Դու որպես Մեդիա Ակադեմիայի տնօրեն մարտով կրթել այս նոր սերունդը, ինչպես ես, ինչ զգացողություններ ունես, երբ հիմա օրինակ հանրային հեռուստաընկերության միջանցքում տեսնում ես քո ուսանողներին, որոնք արդեն քո գործընկերներն են։ Ես այսպեսի շատ հետաքրքիր բան պիտի ասեմ, որ ես իհարկե դասավանդել եմ ինքս միայն առաջին հաղորդավարական կուրսի ժամանակ եւ շատ հետաքրքիր բան ստացվեց, որ Արգինա Արեստակեսյան, որը ավարտեց հաղորդավարական բաժինը, դարձավ հանդիպում առաջինումի 6-րդ եթերաշրջանի պրոդյուսերը։ Սա շատ հետաքրքիր կապ էր եւ շրջան էր։ Իսկ առհասարակ ոչ միայն ինձ համար, այլ նաեւ ինձնից առաջ եղել է Լենան Մինասյան տնօրենը Մեդիա Ակադեմիայի, երկուսիս համար էլ մեծագույն հպարտություն է յուրաքանչյուր բաժնում գրեթե տեսնել որևէ շրջանավարտի Մեդիա Ակադեմիայի եւ տեսնել նրանց աճը եւ թե ինչպես են նրանք այո, այսպես դառնում շատ ուրիշ հանրայինցի։ Այո։ Հիանալի փորձառություն է նաև այդ ճանապարհը անցնելը միայն ու շատ ճիշտ նշեցիր հանրայինցի ես արդեն այդ ճանապարհն անցնելով։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Մենք կսպասենք իհարկե նոր գաղտնիքների եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին հիշեցնելով, որ հայտեր կարող եք ուղարկել մինչև հուլիսի 6-ը mectv.am կայքում գտնելով Մեդիա Ակադեմիայի բաժին եւ այնտեղ լրացնելով հայտը։ Եվ չմոռանալով, որ իհարկե այս դեպքում բազային կրթությունը ինժեների պարտադիր է լինելու, բայց նաև հիշեցնենք, որ Մեդիա Ակադեմիայում ուսումը միշտ անվճար է, այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը, Հրաչուկ, շնորհակալ ենք քեզ տաղավարում։ Ես եմ շնորհակալ։ Մենք շարժվենք առաջ, լսենք երաժշտություն եւ վերադառնանք։